Հարտիրոչը եղբայրներ քույրեր, ողջունում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, բարդ մեր Տիրոջը, որ ինքը ներկա է, գրված է որտեղ, որ 2-ից 3 հոգի ինքը մեր մեջ ներկա է։ Եվ ինքը հոգատար հայր է։ Ես հիշում եմ մեր եղբայրներից մեկը ասում է հայր մեր աղոթքի ժամանակ, երբ որ հասա այնտեղ, որ ասում է մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, ասում է փոքրիկ աղջիկս ասավ հետը պան իրել, հացի հետ պան իրել։ Եվ ես համոզված եմ, որ այդ երեխան իր բաժինը առած կեղնի և Տերը մեր հոգևոր կերակուրի համար հոգա անում։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ խոսալ Սաղմոս 63-ը, մի քանի խոսքը կարդանք, կնայենք և կաղոթենք։ Սաղմոս 63 Ով Աստված, դու ես իմ Աստվածը, ես արտուն քեզ կփնտրեմ, հոգիս ծարավի է քեզի ու մարմինս քեզի կփափագի, չոր ու ծարավ տեղը ուր ջուր չկա։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս Սաղմոսը Դավիթը գրել է, երբ որ ինքը փախել էր իր որդուց Աբիսողոմից, ինքը երկու հոգուց էր փախչում, մեկը Սավուղից, մեկը Աբիսողոմից, բայց քանի որ այստեղ ինքը որպես թագավոր էր, իր որդուց փախչում էր։ Փախել էր իր որդին, ուզում էր իրան սպաներ։ Եվ գիտեք ինչ, ինքը անապատի մեջ ասում է Տեր, ես քո փառքը, քո երեսն եմ փնտրում։ Շատ հետաքրքիր է, ժողովուրդ ջան, անապատի մեջ մարդը ինչ կուզենա, չոր եւ ցամաք տեղերում ջուր, չէ, ջուր կուզի։ Բայց Դավիթ թագավորը ասում է, ես քեզ եմ փնտրում։ Ինքը ջուր չի փնտրում, չնայած կարող է ծառավեր անապատի մեջ, ինքը ինչ-որ ուտելիք չի փնտրում, ինքը ինչ-որ մարմնավոր բաներ չի փնտրում։ Ինքը ասում է, ես քեզ եմ փնտրում, քո երեսն եմ փնտրում։ Ինչն էր պատճառը, ժողովուրդ ջան։ Պատճառը նրանում էր, որ ինքը գիտեր, որ իր բոլոր հարցերի պատասխանը Տիրոջ հետ կապը ունենալու մեջ է։ Ինքը այնքան էր Տիրոջը փափագում, որ այդ ծարավ ժամանակ, այդ սոված ժամանակ ինքը ասում էր, ես քեզ եմ փնտրում, քո փառքը վայելեմ, քո ներկայության մեջ լինեմ։ Ինքը գիտեր, որ Տիրոջ ներկայության մեջ իր այդ բոլոր կարիքները, որ կար, փարատվում էր։ Եվ ինքը նաև գիտեր, որ Տիրոջ ներկայությունը եթե չկա, հացել ունենա, ջուրել ունենա, ինչել ունենա, ինքը այն լեցունությունը և այդ բավարարվածությունը Տիրոջ ներկայության չեր ունենա։ Մի անգամ մի հատ եղբայր ասում է, ես ասում է Հիսուսի հետ ոչ մի բան չեմ ուզում, մի կտոր չոր հաց եղնի հերիքա ինձ։ Մեկը եղբայրներից մեկն ասում է, այ աղբեր ջան, Հիսուսի հետ չոր հացել ես ուզում, ասում է։ Հիմա գիտեք, իրոք երբ որ մարդը Տիրոջ ներկայության մեջ է, Դավիթը շատ զորք ուներ, Դավիթը հարգանք ուներ, Դավիթը ամեն ինչ ուներ, շնորհքներ ուներ Աստծուց, բայց ինքը գիտեր, որ իր հույսը, իր ապավենությունը, իր համար առաջի կարիքը դա Տիրոջ հետ կապը վերականգնելն է, դա Տիրոջ ներկայությունն է։ Եվ սա ինչ ընդհանուր բան ունի մեզ հետ, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք մեր կյանքի մեջ ունենք շատ կարիքներ, հոգսեր, ինչ որ կյանքի նպատակ ունենք, մեկը ամուսնության նպատակ ունի, մեկը երեխա ունենալու, մեկը տուն սարքելու, մեկը ինչ-որ տեղ, ինչ-որ հարցեր լուծելու, և մեզ համար դա մի անապատ է, մեզ համար դա մի կարիք է, մեզ համար դա մի նպատակ է, բայց Աստծո խոսքն ասում է, որ կա ավելի մի կարևոր նպատակ, դա Տիրոջ երեսը փնտրելը, Տիրոջ հետ հաղորդակցություն ունենալը, Տիրոջմով լցվելը,
Որովհետև եթե մեր կյանքի մեջ Աստծո ներկայությունը, ինչպես Մովսեսն էր ասում, եթե դու ինձ հետ չգնաս, ես չեմ գնալու, լավա չհանես այս երկրից։ Այսինքն մարդը առաջի հերթին պիտի զգա, որ Տիրոջ ձեռքը, Տիրոջ ներկայությունը, եթե իր կյանքի մեջ կա, Դավիթը այդպես էր մտածում, եւ ինքը դա ճաշակել էր, գրում է շարունակության մեջ, քո զորությունը ու փառքը տեսնելու համար, ինչպես քեզ տեսած եմ սրբարանի մեջ, որովհետև քո ողորմությունը կյանքեն աղեկ է, իմ շրթունքներս քեզի պիտի գովեն։ Ժորժան ինքը դաժե նույնիսկ համաձայներ մահանալու, ասմա քո ողորմությունը կյանքից առավել է, այսինքն ավելի լավ է մահանամ, քան առանց քեզ ապրեմ, առանց քո հետ կապ ունենալու մահանամ։ Եվ ժողովուրդ ջան, մեր կյանքի մեջ ես ինչու համար եմ ասում, մենք ունենք շատ նպատակներ, օրինակ ով ամուսնացած չի, ինքը մտածում է, որ ամուսնանա եւ իր կյանքում ամեն ինչ լավ կլինի, ընտանիք կկազմի, սաղ լավ կլինի։ Բայց ժողովուրդ ջան, դա շատ լավ բան է։ Աստծո խոսքն ասում է, որ ընտանիք կազմենք, ամուսնանանք, երեխաներ ունենանք եւ առաջինը որ Տերն ասավ Ադամին բազմացեք, շատացեք, բայց գիտեք ինչ, մարդը երբ որ հասնում է այդ նպատակին, ընտանիք է կազմում եւ զգում է որ հա ինչ սովորական կյանք է, ամուսնացա, ամուսին ունեմ, բայց զգում է որ էլի ինչ որ բան չի հերիքում իր կյանքի մեջ, ոնց որ սա էլ ինչ որ մի ժամանակավոր բան է, սա էլ ինչ-որ մի հոգին չի կարում բավարարի և լցնի։ Լանթակառակը չամուսնացածների համար ավելի լավա, որովհետև Պողոսն ասում է, ես ձեզ խղճում եմ։ Պողոսը ամուսնացածներին ասում է, ձեզ խղճում եմ, որովհետև ներկա դժվարությունները, հոգսերը մարդուն ինչ-որ տեղ ուզում են կոտրեն։ Երբ որ գիտեք, ասենք հարցնում են, ասում են ամուսնանալը ճիշտ է, թե ճիշտ չի, առաջի բանը նա է, որ դու Տիրոջ հետ ապրես։ Նրանից հետո քո կյանքի մեջ Տերը ինչ էլ անես ճիշտ է, որովհետև եթե դու Տիրոջ հետ ես, եթե դու Տիրոջ ներկայության մեջ ես, քո կյանքի մեջ քո քայլերդ ուղղված է Տիրոջմով։ Տերն է քեզ առաջնորդում, Տերն է քո կյանքդ իմաստ տալի։ Օրինակ մարդ կա, ինքը ասենք ձգտում է մեքենա ունենա, լավ է ունենա, ծառայես ինչ-որ ընտանիքի հոգսերի համար, բայց գիտեք, երբ որ մարդը դել է ունենում, հասկանում է, որ դե ունեցա եւ ինչ-որ մի հատ դատարկություն կա, ինչ-որ մի բան կա, որ մեքենան չի կարող լցնել, կամ տուն պատրաստել, մի հատ եղբայր ունենք, ինքը մեզ տուն պատրաստեց, նայեց ասում է, սենց սովորական ինչ-որ մի բան, սովորական ինչ-որ մի ունեցվածք, եւ Դավիթը այս ամեն ինչը տեսել է ժողովուրդ ջան, ինքը ամեն ինչ ուներ, բայց ինքը ասում էր, որ ես ասում քո երեսն եմ փնտրում, ես ծարավ եմ, ֆիզիկական կարիքներ կա, բայց ես քո երեսն եմ փնտրում։ Եվ կար մի կին, մենք դա Հովանու ավետարանի մեջ կարդում ենք, որ ինքը երբ որ եկավ ջուր հանելու եւ գրված է, որ Հիսուս այդ տեղով պետքա անցներ, ինքն էլ իր կյանքում շատ բաներ տեսել։ Եվ Հիսուսը երբ որ խոսքի մեջ իրան ասավ, որ ջուր տուր խմեմ եւ խոսքը ասեց, այս կինը ինքն ասեց, որ ինքը ունեցել է մի քանի այր, Հիսուսը ասեց, բացահայտեց դա, եւ ինքը իր կյանքի մեջ շատ դառնություններ էր տեսել, բայց իր սրտի մեջ այդ լեցունությունը չկար, ինքը չէր գտել այն ինչ որ մարդու հոգուն պետք է, եւ փառք Տիրոջը ինքը
ճանաչելով ճշմարտությունը, իր այդ գուժը թողեց, այդ ջուրը եւ գնաց բոլորին ավետարանեց։ Այսինքն, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, երբ որ մեր կյանքի մեջ մենք մեր հոգու ծարավը լցնում ենք, երբ որ մեր կյանքի մեջ այն ինչը միայն Աստծո հոգին, Աստծո ներկայությունը կարող է լցնել, մենք էլ փնտրտուքների մեջ չենք լինում։ Մենք գտել ենք այն գանձը, այն օրհնությունը, Տիրոջ խոսքը, Տիրոջ ներկայությունը եւ մեր նպատակը Քրիստոսն է։ Եվ մեր հետագա կյանքի մեջ մենք տեսնում ենք, որ ինչ որ պետք է Տերը ողորմում է, Տերը իր ողորմությունով, իր կամքով ինքը այդ ամեն հարցերը լուծում է։ Գրված է. «Փնտրեցեք երկնքի արքայությունը եւ ամեն բան կտրվի ձեզ»։ Եվ իրոք մենք երբ որ փնտրում ենք հոգևորը, մարմնավորը Տերը տալիս է, բայց ցավոք սրտի հակառակն է լինում։ Մարմնավորը փնտրում ենք, բայց հոգևորն ասում ենք, դե մի բան կեղնի, Աստված ողորմած է։ Այո, Աստված ողորմած է, բայց ինքն ասում է հոգևորն արա, հոգևորին փնտրիր, իմ երեսս փնտրիր եւ ես կողորմամ։ Եվ երբ որ մենք Դավիթի կյանքը նայում ենք, Աբիսողոմը, որ զորքեր հավաքել, ինքը ուզում էր իր հոր տեղը լիներ, վնասեր իր հորը, մենք տեսնում ենք, որ Աստված այդ ամեն հարցերը լուծեց։ Աստված այդ խնդիրները լուծեց, շատ անպատիվ ձևով ինքը մահացավ, շատ անպատիվ ձևով մենք գիտենք, որ Աբիսողոմը իր մազերը փաթաթվեց այդ ծառի ճյուղերին եւ այդպիսի անպատիվ մարդ երևի որ մահացավ, ինչպես ասում են, ոչ երկինքը ընդունեց, ոչ երկիրը, սենց շատ անպատիվ ձևով, ինչու համար, որովհետեւ այո Դավիթը ցավ քաշեց, լացեց, բայց Աբիսողոմը ինքը իր ճանապարհներ ընտրել։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, եղբայրներ, քույրեր ջան, որ երբ որ մենք փնտրում ենք Տիրոջ ճանապարհը, Տերը մեր ամեն հոգսերը քաշում է։ Ինքը մեզ ամեն ինչ տալիս է։ Մեր ամեն կարիքները ինքը սիրող հայր է։ Ինքը մեզ բոլորի սիրում է։ Եվ փնտրել դա չի նշանակում, որ ուրեմն մենք աշխատում ենք, մենք գործում ենք, բայց կարող աշխատես եւ փնտրես երկինքը, այսինքն քո փափագը լինի երկնքի արքայությունը։ Փառք Տիրոջը։ Աղոթենք